Հայաստանի մանկապարտեզներում 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել սննդի կազմակերպման նոր նորմատիվներ։ Առողջապահության նախարարության որոշմամբ երեխաների համար արգելվել են պաղպաղակը, շոկոլադը, թեյը, սառը ըմպելիքները եւ մի շարք այլ մթերքներ սննդակարգը ավելի հավասարակշռված դարձնելու համար։ Արգելված են նաեւ էներգետիկ եւ գազավորված ըմպելիքներ ավելացված շաքարով։ Թույլատրվում են միայն մրգային հիմքով աղանդերները, որոնք պարունակում են առնվազն 50% միրգ։ Այս փոփոխությունը միտված է սննդակարգի առավելագույն հավասարակշռմանը։ Շաքարի, աղի եւ հագեցած ճարպերի կտրուկ կրճատմանը զուգահեռ առաջնահերթություն է տրվում թարմ մրգերի եւ բանջարեղենների տեսականու ընդլայնմանը։ Որոշումը հիմնավորվում է երեխաների շրջանում ճարպակալման աճով եւ առողջական ռիսկերով։ Armenia Today-ի նկարահանող խումբը փորձել է պարզել, ինչ կարծիք ունեն ծնողները եւ քաղաքացիները այս փոփոխությունների մասին։ Արդյոք սա կօգնի կարգավորելու խնդիրը։ Երևի ճիշտ են անում, որ արգելում են։ Օգնի դա միայն մանկապարտեզներում արգելել։ Երևի կօգնի, չգիտեմ։ Որովհետեւ տան օրինակ ծնողներից քիչերն են վերահսկում երեխաների սնունդը։ Օրինակ իմ աղջիկս թորնիկս պարտեզ ա գնում, երբեք տենց քաղցրավենիք չի տանում, որտեվ արգելում են իրանց մոտ, մյուս մանկապարտեզներում չգիտեմ։ Ես էլ մանկապարտեզի բալիկ չկա տանը, այդ մի երեխին ա։ Լավ են վերաբերվում, ված չեն վերաբերվում դրան։ Ճարպակալման համար, էլի։ Միայն մանկապարտեզներում արգելելը կարող է երեխաների ճարպակալումը նվազեցնել։ Չէ, իհարկե։ Շատ ֆակտորներ կան, մենակ դա չէ։ Դեռ խանութներում, Իհարկե, ամենտեղ, ամենուր։ Շատ նորմալ, շատ ոգևորում եմ, որ այդպեսի բան է, որովհետև գազավորված ըմպելիքները դե ինչպես նաև քաղցրավենիքը բնականաբար վնաս է։ Մենք էլ ենք աշխատում ենք զերծ մնանք նման բաներից։ Այդքան է, չգիտեմ։ Այսինքն նաև տանը պետք է արգելել։ Հա, բնականաբար, անպայման, հա։ Մենք էլ փորձում ենք եւ աշխատում ենք, ոնե հետեւողական լինել էլի, բնականաբար ինչքան քիչ գազավորված ըմպելիք, ինքան ավելի լավ։ Քաղցրավենիքն էլ դե նույնն է էլի, շոկոլադեղեն, խմորեղեն։ Այս նոր տարվա շեմին դե մի քիչ անցնում ենք այդ շեմը, բայց փորձում ենք էլի։ Լավ եմ վերաբերվում, դրական իհարկե, ողջունելի է։ Իսկ միայն մանկապարտեզներում արգելանքները կարող են օգտակար լինել կամ Դե որ սկսենք դրանից, մանկապարտեզից էլի լավ է, դպրոցում դե միշտ չի, որ բուֆետներ կան էլի, այնպես չի, քոլեջներում էլ բուֆետներ միշտ չեն, որ գործում են, ստիպված երեխաներ դուրս են գալի, արդեն գնում են ինչ որ իրանք են սիրում, իսկ մանկապարտեզից է շատ լավ է։ Շատ լավ է, վատ չի։ Ինչ պարտադիր է, որ դա լինի անպայման։ Չէ, ճիշտ է։ Իսկ ձեր շրջապատում կամ առհասարակ տեսադաշտում շատ եք նկատում գեր երեխաների։ Հա, շատ կան, շատ։ Իրոք շատ կան։ Իսկ միայն մանկապարտեզներում արգելելը կարող է։ Չէ, բայց դե պետք է բոլոր տեղերը թող ամեն ինչը ամենտեղ էլ պետք է արգելեն։ Կապ չունի մանկապարտեզատունը։ Թող արգելեն քիչ չափի մեջ։ Իրոք երեխեքը շատ են օգտագործում այդ գազավորված ըմպելիքները, քաղցրեղենը։ Երևի նորմալ, եթե մասնագետները որոշել են, մենք ինչ ասենք։ Տեղյակ չեմ։ Պետքա տալ էլի, ինձ չէ որ պետքա ամբողջությամբ կտրել այդ երեխեքին մեղքել։ Ինչքան երեխան եսիմ լավ սնունդ օգտագործի, դրանով էլ լավ կլինի։ Շատ դրական, պետք է արգելել, պետք չի քաղցր երեխաներին այդ տարիքից օգտագործել, նաև, չգիտեմ, առողջության համար երեխաների համար շատ դրական եմ համարում դա։ Միայն մանկապարտեզների արգելանքը կօգնի կանխել Ինձ թվում է ահագին ինքը արդյունավետ կլինի։ Իսկ գազավորված ըմպելիքները ամեն դեպքում երեխաներին մեծ հասակներին չի կարելի։ Իսկ միայն մանկապարտեզներում արգելելով կարող է փոփոխություն լինել, թե պետք է համատարած դպրոցներում, խանութներում լինել։ Կարծում եմ, որ ամեն ինչը սկսում է ծնողից, տանը, հա, պիտի տանը վերահսկողություն լինի։ Պարտեզում ինչքան էլ չտան, եթե ծնողը տվեց, միևնույն ոչ մի փոփոխություն չի լինի։ Շատ լավ միտք է, շատ լավ մտահղացում է, բայց կարծում եմ ամեն դեպքում դրանից անխուսափելի է։ Ես ինքս բալիկից տանում եմ պարտեզ, իմ բալիկն էլ շատ դժվար է ուտում, երբեմն լինում է քաղցրավենիք եմ տանում, խնդրում եմ, որ իրեն տան, որպես ծնող լինելով մայր։ Իմ կարծիքով լավ միտք է, հուսամ կիրականացվի։ Շատ լավ եմ վերաբերվում, քանի որ երեխաների մոտ հիմա արդեն կա այդ խնդիրը,
հատկապես 1-ից 5 տարեկան երեխաների շրջանում այդ խնդիրը կա ճարպակալման։ Սխալ սնունդի հետևանքն է, ես կարծում եմ, որ շատ ճիշտ է։ Իսկ միայն մանկապարտեզներում արգելել այդ սնունդը կա խնդրի լուծումը լինել, թե նաև պետք է դպրոցներում, տանը, խանութներում։ Դե դպրոցներում ինձ այդպիսի բան չկա, որ սնունդ բաժանեն, ինձ թվում է մանկապարտեզներում բավարար կլինի։ Շատ լավ։ Ձեր շրջապատում շատ են ճարպակալում ունեցող երեխաները։ Չէ, այդքան էլ չէ։ Իսկ միայն մանկապարտեզներում արգելելը խնդրի լուծումը կլինի, թե Բնականաբար ոչ։ Պետքա տանը ծնողն էլ վերահսկի։ Ես ու քաղցրավենիքը ինչ է խանգարում, որ գազավորված ըմպելիքը լավ չի։